Իշխանաձորի թերևս միակ բազմաբնակարան շենքի շինարարությունը մոտ 1 տարի առաջ է մեկնարկել եւ արդեն մոտենում է ավարտին։ Շինարարներն այս օրերին վերջին աշխատանքներն են կատարում եւ ընդամենը օրեր հետո բնակարանամուտ են տոնելու սիրիական հակամարտության հետևանքով մեր երկրում հաստատված սիրիահայ ընտանիքներ։ Մի խնդիր եւս լուծվեց մի քանի ամիսների ընթացքում, որ թե տեղի բնակչությունից վարպետները մասնակցեցին շինարարական աշխատանքներին, թե կողքի գյուղերի բնակիչներից եկան եւ աշխատատեղեր, իհարկե սա շատ լավ էր եւ որպես վերջնական փուլը, որ կդառնա բնակարան, կընդունի նոր բնակիչներին եւ որպես աշխատատեղ։ Համայնքում հաստատվել ցանկացողների թիվը մեծ է, ասում է Արսեն Թելունցը։ Ծրագիրը սակայն նախ սիրիահայերին բնակարանով ապահովելու նպատակի հետ է պնդում։ Հիմնականում մենք սպասում ենք, որ ամբողջ բազմաբնակարան շենքը կտանք սիրիահայերին։ Այսօր վաղը նորից նոր մեկ սիրիահայ ընտանիք է գալու, մի հատ հատկացնել եք մի բնակարան։ Բազմաբնակարանի վերակառուցման աշխատանքները Քաշաթաղ եւ Թուֆենկյան բարեգործական հիմնադրամներն են հովանավորում։ Նախկինում շենքում մանկապարտեզ էր գործում։ Իհարկե շինարարներից նախագծային փոփոխություններ են պահանջվել։ Արդյունքում 10, 6 հատ 1, 2 հատ 2 եւ 2-3 սենյականոց բնակարաններ։ Եկածները իհարկե հարմարում են, դե ճիշտն ասած նոր մի ամիս առաջ, մի ամիս չկա որ եկել են, բայց ցանկությունները մեծ են, ուզում են այգեգործությամբ զբաղվեն, անասնապահությամբ զբաղվեն։ Շենքի շինարարությանը նաև նոր բնակիչներից են մասնակցում։ Բազմաբնակարանում արդեն 2 ընտանիք է հաստատվել։ Մոտ 1 ամիս է, ինչ Աբրահամ Դագրմենջյանը տիկնոջ հետ Իշխանաձորում է ապրում։ Հուսով են, որ նաև երեխաներն են Սիրիայից տեղափոխվելու Արցախ։ Մոտ ժամանակ նայենք, երբ հարմարությունը լանի անշուշտ։ Լավ են, շատ լավ են, մեզի նայեցան, գնային գոր, գոքնեն գոր, ամեն ինչ տեսակով։ Իշխանաձորում հաստատվելու համար սիրիահայ ընտանիքներից համայնքապետարանը նոր հայտեր դեռ չի ստացել։ Փոխարենը արձագանքները շատ են, հատկապես Հայաստանի Հանրապետության մարզերից։ Իշխանաձորում բնակվել ցանկացողներն առաջիկայում նոր հասցեում են հաստատվելու։ Մոտ 4 ընտանիք է այս դրությամբ ցանկություն են հայտնել բնակվելու, պետք է գան տեսնեն, իրանք ընդհանրեն հեռախոսազրույց ունեցել, բայց պայմանավորվածություն ունենք, որ պետք է գան տեսնեն, տարածքին ծանոթանան, տանը ծանոթանան, հետո ընթացքի ժամանակ ցույց կտան։ Իշխանաձորում գյուղատնտեսությամբ զբաղվել ցանկացողների համար բոլոր, այդ թվում եւ բնակլիմայական պայմաններն են նպաստավոր։ Բնակարանները պատրաստ են ընդունելու իրենց նոր տերերին։ Ամեն ինչ պատրաստ տեղադրված է գեղեցիկ վերջին ժամանակակից սարքավորումներով։ Նարեկ Սահակյան, Սամվել Սայյան, օր